Հայաստանի կառավարությունը 65 միլիոն դրամով ավելացնում է Հարավկովկասյան երկաթուղի ընկերությանը տրամադրվող սուբսիդիան ուղևորափոխադրումներից կրած վնասների մասնակի փոխհատուցման համար։ Կառավարության հաստատած նախագծի համաձայն 2025 թվականի արդյունքներով ընկերությանը վճարման ենթակա սուբսիդիան կազմել է 312 միլիոն դրամ, մինչդեռ 2026-ի պետական բյուջեով փոխհատուցումը 247 միլիոն դրամ է։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով կառավարության կողմից պետք է մշտապես մոնիթորինգի ենթարկվի այդ սուբսիդիայի տրամադրման չափն ու կարգը։ Ոչ միայն կառավարությունը պետք է ամեն տարի նույն տեքստով այդ սուբսիդավորման որոշումները կայացնի, այլ փորձի իրոք ֆինանսական, տնտեսական խորացված ուսումնասիրություններ անի, հասկանա դրա արդյունավետությունը, դրա նաև ազդեցությունը։ Կառավարության կողմից հայկական երկաթուղիները կառավարող ռուսական ընկերությունը հերթական ֆինանսավորումը ստանում է ոլորտում առկա մի շարք խնդիրների ֆոնին։ Մասնավորապես առայժմ անհայտ է, թե ինչ միջոցներով են իրականացվելու երկաթուղային ցանցում նոր ներդրումները, որոնք Հայաստանին ըստ իշխանությունների անհրաժեշտ են լիակատար ապաշրջափակման համար։ Созрела и повестка восстановления некоторых других железнодорожных участков в нашей стране. Я имею в виду, в частности, сектора Иджевана, Ерасха и Ахурика. Это железные дороги, соединяющие Армению с Азербайджаном, основным Азербайджаном, с Нахичеванем и с Турцией, потому что идет довольно-таки активный политический процесс. 2025 թվականի վերջին կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո ռուսական կողմն այդպես էլ հրապարակավ նոր ներդրումներ կատարելու պատրաստակամություն չհայտնեց։ Նիկոլ Փաշինյանը տարեսկզբին առաջ քաշեց երկաթուղին ռուսական կողմից վերցնելու եւ երրորդ երկրի կառավարմանը հանձնելու սցենարը, ինչպես նաեւ նշված հատվածները Հայաստանի կողմից վերականգնելու տարբերակը։ Թե ինչ են որոշել Երևանն ու Մոսկվան, այդպես էլ չբարձրաձայնվեց Նիկոլ Փաշինյանի թիմակից ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը չի բացառում, որ այս հարցերը քննարկվել են վարչապետի Եկատերինբուրգ այցի ընթացքում։ Վարչապետերի հանդիպումը ստեղծվել է Եկատերինբուրգում, ենթադրում եմ այդ թեման եւս բոլոր հարցերն են Հայաստան վարակարգի քննարկվել, այդ հարցը եւս ենթադրում քննարկված կլինի։ 2024 թվականին Հարավկովկասյան երկաթուղիների կողմից հրապարակված հաշվետվության համաձայն ընկերությունը 144 միլիարդ դրամի ներդրում է իրականացրել։ Պայմանագրով նախատեսված կառավարման ամբողջ 30 տարիների ընթացքում ընդհանուր ներդրումներն ըստ պայմանագրի 174 միլիարդ դրամ պետք է լինի։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանի կառավարությունը ներդրումների վերաբերյալ երբևէ անհամաձայնություն չի հայտնել։ Արդյոք սա նշանակում է, որ ռուսական կողմը նոր ուղղությունների համար ներդրումներ չի իրականացնի։ Պայմանագրով նախատեսված ներդրումները ռուսական կողմը ամբողջ ծավալով ըստ պաշտոնական, ըստ այս կառավարության հրապարակած տվյալների իրականացում է։ Նոր ներդրումների մասով պետք է ռուսական կողմի հետ համաձայնեցնել այդ գործընթացը, այսինքն դու չես կարող հրահանգիչեցնել, ասես ներդրում կատարի։ Այդ դեպքում պետք է նաև, եթե դու ներդրումը իրականացնելու պահանջ ես ներկայացնում, պետք է ուրեմն ապահովել ծանրաբեռնվածություն եւ ապահովել շահութաբերություն։ Սարգիս Խանդանյանը Factor TV-ի հետ զրույցում շեշտեց, գործընթացների վերաբերյալ քննարկումները շարունակվում են հիմնականում ռուսական կողմի հետ։ Քանի որ Հարավկովկասյան երկաթուղիների ռուսական ընկերություն է, Ռուսաստանի հետ բնականաբար քննարկումներ շարունակվում եւ բոլոր հնարավոր տարբերակները քննարկվում են, բայց այս պահին ինչ-որ նոր բան տեղի չի ունեցել, որ ես դες կարող եմ ասել։ Նոր բան չկա ասելու նաև Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության թույլ տված չարաշահումների վերաբերյալ։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընկերությունում չարաշահումների ծավալը հասնում է 60 միլիոն դոլարի, սակայն այդպես էլ վնասի վերականգնում տեղի չունեցավ, իսկ 2021-ին հայտարարեցին քրեական վարույթը կարճելու մասին։